Ես կարծում եմ, որ մենք պետք է վերադառնանք նախագահական համակարգին։ Խորհրդարանական համակարգից պետք է դուրս գալ, վերադառնալ նախագահական ընտրակարգի։ Նախագահական ընտրակարգի վերադառնալուց հետո կարծում եմ նաև, որ պետք է օրինակ մարզպետարանների եւ մարզային կառույցների ինստիտուտը վերացնել։ Ինչի՞ է պետք մարզպետարան կամ օրինակ ոստիկանության կամ ազգային անվտանգության մարզային կառույց։ Մեկը կարա ասես փոքր երկրում այդքան բռնող ու ստուգող ինչի պետք է լինի։ Ինչի համար։ Մարզպետարանի եթե ծախսային հոդվածը նայում ես, ծախսային հոդվածը 98% աշխատավարձը, 2% պահպանման ծախսեր։ Իմաստը ո՞րն է։ Հիմա դրա համար ես որ ասում եմ նախագահական ինստիտուտը պետք է վերականգնվի 4 հատ 4 ուղղություններով հյուսիս, հարավ, արևմուտք, արևելք նշանակվի նախագահի լիազոր ներկայացուցիչներ, որ այդ տարածքներում այդ մարդիկ իմանան, որ իշխանությունը, կենտրոնական իշխանությունը ամեն դեպքում մարդ կա, որ էլի օրինակը բերում եմ Արթիկի վրա, որ Արթիկի քաղաքապետը իրան վատ պահի, մարդը իմանա, բնակիչը իմանա, որ կարա գնա ինչ-որ միտեղ, ասի ես մարդը խաբում է ինձ, չի օգնում, իմ հարցերը չի լուծում, օրենքով վերապահված լիազորությունները չի կատարում։ Ես կարծում եմ դա պետք է սարքենք ծրագրային։